Բարի օր, եթերում օպերատիվ ժամն է։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Վարդավառի տոնակատարությունների շրջանակում ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ներկայացվել է վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգը եւ բնագավառում վերջին փոփոխությունները։ Ներքին գործերի նախարարությունում կայացել է ասուլիս։ Աղետից մեկ քայլ առաջ ներքին գործերի նախարարության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը ճանաչվել է լավագույնը։ Այսօր հուլիսի 12-ին Քրիստոսի պայծառակերպության օրը Վարդավառի տոնակատարությունների շրջանակում ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում, ապահովելով միջոցառումների անխոչնդոտ անցկացումը։ Այդ մասին ավելի մանրամասն կներկայացնենք օպերատիվ ժամի հաջորդ շաբաթվա թողարկմանը։ Կառավարությունն իրազեկում է։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզան ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզանների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում է խոնավությունը, նպաստում հողում եղած օրգանական նյութերի կայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Համայնքային ոստիկանի աշխատանքի կենտրոնում մարդն է իր մտահոգություններով ու սպասումներով։ Ոստիկանության մայոր Տիգրան Իսկանդարյանը 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկանը նշում է, որ կոչումներն ու պարգևները կարևոր են, սակայն ամենաարժեքավոր ձեռքբերումները վստահությունն ու հարգանքն են։ Դրանք չեն շնորհվում, այլ վաստակվում են տարիների բարեխիղճ ծառայությամբ, նվիրվածությամբ եւ մարդկանց կողքին լինելու պատրաստակամությամբ։ Քաղաքացիների կողքին լինելու, նրանց օգնելու ցանկությունը, սերը ծառայության նկատմամբ, համայնքի բնակիչների խնդիրներին արագ արձագանքելու ցանկությունը 2025 թվականի լավագույն համայնքային ոստիկան ճանաչված Տիգրան Իսկանդարյանին 13 տարի առաջ բերեց ոստիկանություն։ Այսօր համայնքային ոստիկանի առջև դրված նպատակներից են քաղաքացիների հասարակության եւ ոստիկանության ամուր կապի ձևավորումը։ Տիգրան Իսկանդարյանը նշում է, որ անչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում։ Դա շատ նուրբ զգայուն աշխատանք է։ Դպրոցականների հետ հաճախակի հանդիպումները, անկեղծ զրույցներն ու խորհուրդները նպաստում են նրանց, որպես օրինապահ քաղաքացի ձևավորմանը։ Ամենուրա շփման մեջ ենք գտնվում իմ կողմից բացարկող վարչական տարածքի դպրոցների հետ, մշտապես այցելում ենք դասարանները, զրուցում երեխաների հետ։ Ես բոլոր երեխաների հետ շփվում եմ այնպես, ոնց կշփվեմ իմ երեխաների հետ։ Կարծում եմ դա է, որ իրանք ինձ ավելի լավ են հասկանում, ես եմ իրանք ավելի լավ հասկանում եւ ճիշտ խորհուրդներով փորձում օգտակար լինել։ Տիգրան Իսկանդարյանի մասին կասեմ, որ կարողացել է վստահություն ձեռք բերել հայ երեխաների շրջանում եւ իր զրույցների պարբերաբար այցերի դասարանում էլի տարբեր թեմաներով զրույցներ ունենալու արդյունքում միասին համագործակցում ենք եւ բավականին լավ արդյունք ունենք։ Համայնքի հետ աշխատանքը Տիգրան Իսկանդարյանի ամենօրյա ծառայության մասն է։ Նրան համայնքում գրեթե բոլորն են ճանաչում։ Տիգրանի մոտ քաղաքացիների հետ երկխոսությունը շատ ավելի լավ է ստացվում, ավելի են վստահում, իր խոսույթը երևի ավելի է վստահեցնում քաղաքացիներին, որ կարողանում են կիսվեն։
Համայնքային ոստիկանի գործողությունների արդյունքում առանցքային է մասնավորապես կենցաղային վեճերի հարթումը, որպեսզի դրանք ծանր հանցագործությունների չվերածվեն։ Ուստի կարևոր է համայնքի հետ ամուր կապը, մշտադիտարկումը, որպեսզի մարդիկ զգան, որ համայնքային ոստիկանն իրենց կողքին է։ Կան նաև ցավոք սրտի դեպքեր, ընտանիքում բռնություն գործադրելու դեպքեր, հարևանական անհաշտ հարևաններ, վիճաբանություններ, փորձում ենք յուրաքանչյուրը շփվենք յուրահատուկ ոճով։ Տիգրան Իսկանդարյանը 2025 թվականին բացահայտել է 84 հանցագործության դեպք։ Նշում է, որ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվել են հանցագործությունների կատարման մեխանիզմները, ուստի պետք է մշտապես զարգացնել մասնագիտական հմտությունները, կատարելագործել կարողությունները։ Համայնքային ոստիկանի աշխատանքի կենտրոնում մարդն է իր մտահոգություններով ու սպասումներով։ Ոստիկանության մայոր Տիգրան Իսկանդարյանը նշում է, որ կոչումներն ու պարգևները կարևոր են, սակայն ամենաարժեքավոր ձեռքբերումները վստահությունն ու հարգանքն են։ Դրանք չեն շնորհվում, այլ վաստակում են տարիների բարեխիղճ ծառայությամբ, նվիրվածությամբ եւ մարդկանց կողքին լինելու պատրաստակամությամբ։ Աղետից մեկ քայլ առաջ լինելու սկզբունքը շարունակում է մնալ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատանքային առաջնահերթությունը ի նպաստ մարզի բնակիչների անվտանգության։ Հենց այս սկզբունքն է որդեգրել փրկարարծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը, որը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։ Արտակարգ իրավիճակներից լիարժեք խուսափել հնարավոր չէ, սակայն դրանցից միշտ մեկ քայլ առաջ լինելը կեսական նշանակություն ունի։ Հենց այս սկզբունքն է որդեգրել փրկարարծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը, որը 2025 թվականի արդյունքներով ճանաչվել է լավագույնը։ Տարվա ընթացքում բաժինը բնակչության պաշտպանության ոլորտում իրականացրել է համալիր եւ բազմաբնույթ աշխատանքներ, ուղղված արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանը։ Գործունեության առանցքում եղել է ոչ միայն արձագանքման կարողությունների կատարելագործումը, այլև կանխարգելիչ մշակույթի ձևավորումը։ Բաժինը իրականացնում է բազմաբովանդակ աշխատանքներ, մարզում գտնվող քարարթափման, սելավավտանգ, ծովանքավտանգ գոտիներում յուրաքանչյուր տարի ակնադիտական ուսումնասիրություններ իրականացնում, պատկան մարմիններին ներկայացնում, թե ինչպիսի կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվի։ Փրկարարծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը վստահեցնում է, որ լավագույնի կոչումը ոչ միայն գնահատանք է, այլև կարևոր խթան առավել պատասխանատու, որակյալ եւ արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժինը ճանաչվել է լավագույն իր առջև դրված խնդիրները լավագույնս կատարելու նվիրված աշխատանքի համար եւ այս գնահատանքը շատ կարեւոր է մարզային փրկարարական վարչության համար։ Այսպիսով աղետից մեկ քայլ առաջ լինելու սկզբունքը շարունակում է մնալ Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի աշխատանքային առաջնահերթությունը ի նպաստ մարզի բնակիչների անվտանգության։ Ամռան ամիսներին ավտոմեքենայի սրահում ջերմաստիճանը կարող է հասնել 60 աստիճան եւ ավելի։ Այդպիսի պայմաններում որոշ իրեր տաքանալով կարող են պայթել կամ դառնալ հրդեհի պատճառ։ Հիշեք, ավտոմեքենայի տաքացած սրահում չի կարելի թողնել էլեկտրոնային սարքեր, հեռախոս, համակարգիչ, power bank, պլանշետ։ Շոկը վնասում է մարդկոցը, ինչը կարող է դառնալ պայթունի կամ հրդեհի պատճառ։ Կրակայրիչ, բարձր ջերմաստիճանից այն կարող է պայթել։
ավտոխնամքի միջոցներ, յուղեր, քիմիական նյութեր, դրանք շոքից կարող են այրվող գոլորշիներ արձակել։ Օծանելիք, սփրեյ, դեզոդորանտ, բարձր ջերմաստիճանից դրանք կարող են պայթել։ Պլաստիկ շշեր, արևի ուղիղ ճառագայթների տակ դրանք կարող են առաջացնել խոշորացույցի էֆեկտ եւ դառնալ հրդեհի բռնկման պատճառ։ Ապակյա շշերով ալկոհոլային եւ գազավորված ըմպելիքներ, դրանք շոքից ու պարունակության ճնշումից կարող են պայթել։ Ջերմության նկատմամբ զգայուն իրերը չպետք է թողնել մեքենայում, նույնիսկ մի քանի րոպե։ Կարևոր է իմանալ նաև, որ արևի տակ մեքենայի սրահի ջերմաստիճանը փակ ապակիների պայմաններում ընդամենը 20-30 րոպեում կարող է բարձրանալ մինչև 50-ից 70 աստիճան։ Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը, կենսական անհրաժեշտությունը, զգուշավոր և պատասխանատու վարքագիծը լավագույն պաշտպանությունը։ Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-ից 2.5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։ Անմիջապես զանգահարեք 112, օգնության կհասնեն փրկարարները։ Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ գալիս են որսի համար։ Եթե օձերին մենք չվնասենք, օձերը երբեք ոչ կվնասեն, ոչ էլ կհարձակվեն մարդու վրա։ Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-ից 2.5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել և անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։ Պետք չի բռնել օձին։ Պարզապես պետք է զանգել 112 և փրկարարները կգան, իրեն կտեղափոխեն անվտանգ վայր։ Ինչ անել, եթե օձն արդեն հասցրել է խայթել։ Եթե թունավոր օձ է գծել, պետք չէ լարվել, պետք է հեղուկներ խմել, մոտենալ մոտակա բժշկական կենտրոն։ Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր և պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։ Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից։ Համացանցում խաղալիս երբեք մի փոխանցեք անծանոթ մարդկանց ձեր անձնական տվյալները, անունը, հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարները կամ այլ անձնական տեղեկություններ, նույնիսկ եթե նրանք ընկերասեր և վստահելի են թվում։ Եթե որևէ մեկը փորձում է նման տեղեկություններ ստանալ կամ ձեզ անհարմար վիճակում է դնում, անմիջապես տեղեկացրեք ձեր ծնողներին կամ վստահելի մեծահասակի։ Հիշեք, ձեր անվտանգությունը սկսվում է փոքր, բայց ճիշտ որոշումներից։ Ողջույն իմ փոքրիկ ընկեր։ Այսօր ուզում եմ խոսել մի կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է հենց քեզ, քո անվտանգությանը առցանց խաղերում։ Համոզված եմ, դու սիրում ես խաղալ առցանց խաղեր, շփվել այլ խաղացողների հետ, թիմ կազմել, տոնել հաղթանակներ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել։ Բայց պետք է հիշել մի կարևոր բան՝ խաղի մեջ ոչ բոլոր խաղացողներն են լավը։ Ներկայիս խաղերը ոչ միայն զվարճանք են, այլ նաև շփման վայր, որտեղ կարող ես խաղընկերներից գրել հաղորդագրություններ, նույնիսկ ձայնային կապ ունենալ։ Շփման ընթացքում կարող է պատահել, որ քեզ գրի ինչ-որ մեկը, ով կասի՝ ես էլ եմ քո տարիքին, կամ կփորձի դառնալ քո լավ ընկերը շատ արագ։ Երբեմն նման մարդիկ ուզում են վստահություն ձեռք բերել, նպատակ ունենալով հետագայում կատարել չար արարքներ։ Ուստի շատ կարևոր է, որ դու զգույշ լինես, եւ եթե ինչ-որ մեկը շատ արագ ուզում է դառնալ քո լավ ընկերը, խնդրում է, որ ոչ մեկին չասես ձեր խոսակցությունների մասին, հարցնում է քո անունը, դպրոցը, հասցեն կամ հեռախոսահամարը, ուղարկում է կասկածելի հղումներ կամ ֆայլեր, խնդրում է քեզ ուղարկել քո նկարները, ցանկանում հանդիպել քեզ հետ իրական կյանքում, հիշիր, քո անձնական տեղեկությունները քոնն են, եւ դու պարտավոր չես դրանք տալ անծանոթ մարդկանց, նույնիսկ եթե նրանք շատ ընկերասեր են թվում։ Եթե երբևէ խաղային հարթակում ինչ-որ բան քեզ անհարմար է զգացնել տալիս, պարզապես դադարեցրու շփումը եւ դիմիր ծնողիդ կամ վստահելի մեծահասակին։ Դու միշտ կարող ես խոսել այդ մասին։ Դա ճիշտ է եւ դա ուժեղ լինելու նշան է, ոչ թե հակառակը։ Խաղերը պետք է լինեն զվարճալի եւ անվտանգ, իսկ անվտանգությունը սկսում է հենց քո փոքր, բայց կարևոր որոշումներից։
Հուլիսի 6-ին ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության մամուլի սրահում տեղի ունեցել ասուլիս վարելու իրավունքի վերականգնման դիմումների եւ վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։ Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը եւ բարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ներկայացրել են հաշվառման քննական ծառայությունների բնագավառում իրականացված փոփոխությունները, ինչպես նաեւ վարելու իրավունքի վերականգնման դիմումների եւ վարորդական վկայականների տրամադրման կարգում իրականացված փոփոխությունները։ Վարելու իրավունքից զրկման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կարող է 1 տարվա ընթացքում դիմել եւ վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը վերականգնել վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու։ Վերականգնման դեպքում սահմանվելու է 1 տարի փորձաշրջան 6 բալային միավորով։ Փորձաշրջանի ընթացքում 6 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարորդական իրավունքից զրկված անձինք միայն 1 անգամ հնարավորություն կունենան վերականգնելու իրենց վարելու իրավունքը առանց որակավորման քննություններ հանձնելու։ Տեսական քննության դրական արդյունքի գործողության ժամկետը 1 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի վարորդական իրավունքի տեսական քննության հարթաշարերի փոփոխությունը, կնախատեսվեն կոնկրետ կարգին եւ ենթակարգին բնորոշ հարցեր։ Բանախոսները պատասխանել են նաեւ լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները հունիսի 13-ից կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական եւ գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով, իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական եւ գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձ ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի, չվերահաստատելով դրանց վավերականությունը։ Հիշեցնենք, հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եւ Էմիրությունների փոխվարչապետ ներքին գործերի նախարար գեներալ լեյտենանտ Շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։ Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ հավաստում է վերջին տարիներին դինամիկ զարգացող Հայաստանի Հանրապետություն Արաբական Միացյալ Էմիրություններ համագործակցությունը, նաեւ քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հնարավորություններ է ապահովում։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետեւ սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետեւ կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Մեկ 2 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։
Բարի, շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ Մեկ 1 զանգ, արագ արձագանք։ Հանցնող շաբաթվա քրեական մյուս բացահայտումները մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Երևանի պարեկների հետ։ Հուլիսի 8-ին ժամը 16:50-ին Մայրաքաղաքի Աշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկում մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին եւ իր վարած Ford Մակնիշի մեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության ներեբունու բաժին տեղափոխեցին Նոր-Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։ Զննությամբ մեքենայում հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա եւ 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունեց, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, իրավապահները նույն օրը ձերբակալեցին նաեւ Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էլ 31-ամյա տղամարդը վերցրել էր թմրամիջոցները։ Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Չարենցավան քաղաքի մոտ գտնվող Վերածնունդ հուշահամալիրից Գերեզմանը ստանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 եւ 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած Nissan Մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում ըստ երիտասարդների մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել Telegram-ի մի օգտատիրոջից։ Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ, եւս 1 փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում հունիսի 29-ին տեղեկություններ ստացվել, որ Ախուրյանի փողոցներից մեկում անհայտ անձը Hyundai Մակնիշի ավտոմեքենայով զբաղվում է թմրանյութերի իրացմամբ։ Տեղեկությունն իրացնելիս ոստիկանության ծառայողները նկատել են անձի, ով փաթեթներ է տեղադրել կիսական շինության մոտակայքում եւ լուսանկարահանել դրանք։ Թմրանյութ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է Ախուրյանի բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը ժամը 22:30-ին դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 4 գրամ կաշով, 2 փաթեթ, մարիխուանայի նմանվող զանգվածով։ 27-ամյա երիտասարդին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 32 փաթեթ, 81 գրամ քաշով, ինչպես նաև դեղնավուն հեղուկով լցված 1 կաթուցիչ։ Նախաքննությունը շարունակվում է։ Նույն օրը Մասիսի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչն իր մոտ կանեպի բույսից պատրաստած զանգված է պահում։ Այցելության ժամանակ 24-ամյա երիտասարդը ներկայացրել է կանեպի բույսից պատրաստած, մանրացրած եւ չորացրած 3 գրամ քաշով 1 փաթեթ։ Երիտասարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին։ Կապանի համայնքային ոստիկանները հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Տանձավեր գյուղի բնակիչը կանեպի թփեր է աճեցնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդը հայտնաբերվել եւ ներկայացվել է բաժին։ Բացատրական աշխատանքի շնորհիվ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ անասնագոմի հարակից տարածքում իր անձնական օգտագործման համար կանեպի մոտ 12 թուփ է աճեցրել։ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ նշված վայրից հայտնաբերվել են կանեպի թփերը, կատարվում է նախաքննություն։ Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Եղնիկի Սար կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր առանց լիցենզիայի եւ թույլտվության արդյունահանում է բազալտի հանքաքար եւ այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։ Հուլիսի 8-ին ապօրինի արդյունահանում կատարելիս տվյալ հանդամասում ձերբակալվել եւ Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու Բեռնատարի վարորդը։ Հանքաքար բարձած Բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։ Երկրաշարժը բնական աղետ է, այն հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։ Երկրաշարժի ժամանակ պատը սպառվելու համար շենքի ներսում առավել ապահով հատվածներն են հիմնական եւ ներքին կրող պատերը, դրանցում արկա դռների բացվածքները։
հատկությունները։ Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան եւ մի քանի անգամ փորձարկել այն։ Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։ Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։ Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։ Պետք է նվազեցնել տվյալ միջավայրում առկա ռիսկերը, ելքերն ազատել տարհանման ժամանակ խոչընդոտ հանդիսացող առարկաներից, մեծածավալ առարկաներ չտեղադրել կահույքի վրա։ Նախապես ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որի մեջ պետք է լինի դեղատուփ, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, սուլիչ, դիմակ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, կարևոր փաստաթղթեր, պահածոյացված սնունդ եւ ջուր։ Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել ձեզ սպառնացող վտանգը։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։